Գյումրու գրավչությունը մեծանում է, բայց դեռ շատ աշխատանք կա անելու։ Ընդ որում ավելի լավ լուրն այն է, որ վերջերս, երբ մենք այցելեցինք Գյումրու օդանավակայան, տեսանք, որ ենթակառուցվածքը բավականին լավ վիճակում է։ Այս մասին կառավարության ապրիլի 23-ի նիստին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա մենք ասում ենք, այս պայմաններում դեպի Գյումրի մեկ ուղևորի համար վճարում ենք 15,000 դրամ, դեպի Երևան 20,000 դրամ։ Ինձ մոտ հարց էր ծագել, թե ինչու ենք մենք Գյումրի դեպքում 15,000 դրամ տալիս, իսկ Երևանի դեպքում 20,000 դրամ, մինչդեռ քանի որ թվում է թե հակառակը պետքա լիներ, որովհետև Գյումրին պակաս զբաղված է, Երևանը ավելի զբաղված է, գործընկերները պարզաբանեցին, որ այդտեղ պարզաբանում հնչեց, որ փոխկապակցված է, այսինքն երկու ուղղությունն է պետք է աշխատի, որպեսզի, այսինքն ցանկացած ավիաընկերություն ոչ թե մի ուղղությամբ, այլ երկու ուղղությամբ պետք է իրականացնի, որպեսզի ծրագիրը աշխատի, հա։ Պարոն վարչապետ, նախ սպասարկման գներն են մեր օդանավակայաններում տարբեր, մեկ ուղևորի հաշվարկով Զվարթնոց օդանավակայանում սպասարկման արժեքը ավելի թանկ է, քան Գյումրիի Շիրակ օդանավակայանում, եւ նաեւ այստեղ Գյումրիի օդանավակայանում շարժ ապահովելու համար ծրագրի շահառուների համար պարտադիր պայման է դրվել մեկ նոր ուղղությամբ չվերթ իրականացնել դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան։ Այսինքն բոլոր դեպքերում ծրագրից օգտվող ավիաընկերությունը առնվազն մի նոր ուղղություն պետք է ունենա Գյումրի, այսինքն Գյումրին պարտադիր է։ Պարտադիր, պարոն վարչապետ։ Այսինքն կարող է ըստ էության իրականացնի միայն Գյումրի-Երևան չանի դեպքում կարող է աշխատել, հա։ Իսկ բայց առանց Գյումրիի հնարավոր ցանկացած ավիաընկերություն, որ այս ծրագրից օգտվում է, ինքը առնվազն մեկ կանոնավոր չվերթ դեպի Գյումրի պետք է իրականացնի, իսկ թվերի տարբերությունն բացատրվում է նրանով, որ մենք ուղևորի համար նույն թիվն ենք տալիս եւ Գյումրիի համար եւ Երևանի համար, իսկ բացարձակ թվերի տարբերությունը կապված է օդանավակայաններում սպասարկման վարձերով, այսինքն հավասարեցնում ենք այս տրամաբանությունը, բայց դեպի Գյումրի չվերթը դառնում է պարտադիր, փաթեթի մեջ գոնե մեկ ուղղություն պետք է լինի դեպի։ Այո, պարոն վարչապետ, պարտադիր, որ ավիաընկերությունը ծրագրի շահառու դառնա, ինքը պետք է մեկ նոր ուղղությամբ, առնվազն մեկ նոր ուղղությամբ թռիչք իրականացնի դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան եւ այս տարբերությունները պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ մոտավորապես 5,000 դրամ ավելի էժան է Գյումրիում մեկ ուղևորի սպասարկումը, քան Երևանի Զվարթնոց օդանավակայանում։ Շիրակի մարզպետ Դավիթ Արոշանյանն էլ հավելել է. Ապակենտրոնացման քաղաքականության ռազմավարության մեջ հենց տրամաբանությունը հուշում է, որ երկրորդ քաղաքների կամ այլ օդանավակայաններում աջակցման ծրագրերը, խտանող ծրագրերը շատ ավելի գրավիչ պիտի լինեն ավիաընկերությունների համար, քան Երևանի Զվարթնոց օդանավակայանը եւ այն տրամաբանությունը, որ Երևանի Զվարթնոց օդանավակայանում ավելի բարձր է սպասարկման արժեքները, քան Շիրակ օդանավակայանում, հենց նրա համար է, որ երկրորդ օդանավակայանները ավելի գրավիչ լինեն լոու-կոստերների համար վայրեջներ կատարելու ժամանակին, հենց այդ օդի տուրքը Շիրակ օդանավակայանից նաև հանվել էր նրա համար, որ անհավասար պայմաններ լինեն Զվարթնոց եւ Շիրակ օդանավակայանում, որովհետեւ էլի այդ լոու-կոստերները իջնեն Շիրակ օդանավակայանում